Հաճախ մենք մտածում ենք, որ երեխան ամբողջ օրը մանկապարտեզում է եղել, ամբողջ օրը դպրոցում է եղել, հիմա եկել է լավ հեռախոսը տամ ձեռքը, թող մի քիչ հանգստանա։ Մենք մտածում ենք, որ դա մի պահ է, որտեղ երեխան հանգստանում է, բայց սա սխալ հայացողություն է, որովհետև դուք էլ կնկատեք, որ երբեմն մուլտիկներից հետո երեխաները շատ ավելի լարված են լինում, ավելի ագրեսիվ են լինում ու շատ ավելի հոգնած են լինում, որովհետև ինչպես արդեն ասացի, այդ անընդհատ պատկերների փոխակերպում, այդ վառ գույները, այդ անդադ փոփոխվող նյութը, որին երեխան պետք է ադապտացվի, ընկալի եւ անցնի հաջորդին, դա իրականում շատ ծանրաբեռնում է երեխայի ուղեղը եւ եթե մենք կարծում ենք, որ այդ մի քանի, չգիտեմ, րոպե այդ ռիլը նայելով երեխան ուղղակի հանգստացավ իր ծանրաբեռնված առօրյայից, դա խաբկանք է, հակառակը երեխայի ուղեղը էլ ավելի է ծանրաբեռնվում։ Առաջարկում եմ վերանայել երեխաների այս ռիլսեր նայելու մեր սովորությունը, իսկապես լինենք գիտակից ծնողներ, հասկանանք դրանց պատճառահետևանքային կապերը եւ փորձենք երեխաներին առաջարկել այլընտրանքներ, որոնք կձևավորեն երեխայի կյանքում դրական սովորություններ երկարաժամկետ ոլորտում։